Երիտասարդ գրող բանաստեղծ Նարինե Ժամհարյանի 4 գրքերի շնորհանդեսին է նվիրված Գավառի համայնքային գրադարանի Գանձակի տարածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ իրականացվող ցերեկույթը միջոցառումը ազգային գրադարանային շաբաթի շրջանակում է և ժամանակակից գրողի ու գրքի հետ ընթերցողների հանդիպում է։ Այսօր ունենք առիթ բացահայտելու Նարինե Ժամհարյանի ստեղծագործական աշխարհը։ Նրա գրականությունը ներկայացվելու է յուրօրինակ, հենց հեղինակի շնչով ու մեկնաբանությամբ։ Նարինե Ժամհարյանն ընթերցողի դատին է հանձնում հաղթել ներսում, արմատներ, քո հետքերով, բազմաժանր ստեղծագործությունները։ Գրքերը հեղինակի մտորումների գեղարվեստական ամփոփումն են հոգևոր պատերազմների, ներքին հաղթանակների, հայրենի հողին ու նախնյաց ժառանգությանը կառչելու անհրաժեշտության մասին։ Մենք բարդությամբ ենք ներկայացնում հեղինակին, ում գրական ճանապարհը խոստանում է լինել պայծառ և հաջողություններով լի։ Սիրով և ջերմ ծափողջներով բեմ ենք հրավիրում երիտասարդ գրող բանաստեղծ Նարինե Ժամհարյանին։ Հաճախ ինձ հարցնում են. ինչպես ստեղծվեցին այս տողերը, որտեղից այդ ներշնչանքը։ Իմ պատասխանը մեկն է և անփոփոխ։ Ես փոքրիկ մատիտ եմ Աստծո ձեռքում, ով նամակ է գրում աշխարհին։ Ընթերցողի սեղանին կլինի նաև երիտասարդ գրողի գիտական աշխատանքը, որի մասին խոսելիս հեղինակն առանձնակի ջերմությամբ հիշատակեց իր գիտական ղեկավարի Գավառի պետական համալսարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Քանաքարա Հայրապետյանի աջակցությունը։ Գիտական աշխատանք, որը փորձ էր ցույց տալու, որ քրիստոնեական արժեհամակարգը միակ ամուր հիմքն է, որի վրա կարելի է կառուցել առողջ հասարակությունն ու պետությունը։ Երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործությունների ընթերցումները մեկնարկում են նրա 3 որդիները։ Ցերեկույթին տոնական տրամադրություն են հաղորդում Գանձակի երաժշտական դպրոցի սաների ելույթները։ Մորս աշխարհը թանկ է մամանից, մորս ջարած կադուկ անգամ, քարից ջուջում եմ գարգար, օջում եմ նրատան որեշկան։ Մորս խոսքերը քարոզ են ուսի, և խրատները արազատ այնքան, ուզում եմ ավերջ իր ձայնը լսել, անգամ քնից մեջ շշուկը զգալ։ Մորս գրքի մեջ ես միշտ ուժեղ եմ, և նա կողքիս է անպարտ եմ այնքան, ուզում եմ անվերջ նրա գրքի մեջ աշխարհում апрем աշխարհը զգալ։ Несмотря на то, что у нас есть, без разницы, хорошие мы или плохие, любимы людьми или же ненавидимы. Бог любит нас такими, какие мы есть. Երբ այս աշխարհում չունենաս մեկին, որը քեզ սատար, թե բութիկում դառնա, ինչքան էլ կյանքը դառը թվա քեզ, բարձրացրու գլուխդ, Տիրոջը ժպտա։ Երբ չեմ հասկանում ու չեմ հասկացվում, սիրում եմ ժպտալ։ Քանզի ժպիտը փոխում է մարդուն և միշտ պահում է ինձ ժիր ու արթուն։ Ժպիտը միշտ էլ կոծկում է լացը և փոխում է ողջ աշխարհի բացը։ Գալիս են մարդիկ բազում հարցերով և չեն էլ գտնում պատասխանողին։ Աստծուց ամպելակապում է կյանքում մի օր հանձնվելով մարդածին հողին։ Քարքարատ երկրի քարի պես տղերք, քարերի համար ձեր շունչը տվիք։ Վես սարերի մեջ մեր վսեմ տղերք, ձեր վերջին հևքի մռունչը թողիք։ Մտնում էր օրը, ժամերն անխնահ գլորվում էին ու անհետանում։ Մայրը գրկել էր անշունչ փոքրիկին ու փակաչքերն էր անվերջ համբուրում։ Արևածագ էր, անտուն ու անտեղ մի տկարայրի բարուրը գրկին քայլում էր դաշտում, երգում էր մի նոր փորորոցային, մեռած մանուկին անվերջ գովերգում։ Մի կոտրվիր, երբ լքում է մոտ ընկերդ մանկության, նա ուզում է ապրել կյանքը առանց այս հնանկության։ Մի կոտրվիր, երբ բարի քեզ բաժանում ողջ աշխարհին, բայց հակառակ քո ցանկության տեղը առնում տաշտակին։ Վերելակները մեր կյանքի ճամփի, մեկ լավ կաշխատեն, մեկ չեն աշխատեն։ Կարևորն այն է, որ վերելակը անխափան հասնի կյանքի ճիշտ հարկը։ Վերելակները մեր կյանքի ճամփի, մեկ լավ կաշխատեն, մեկ չեն աշխատի։ Կարևորն այն է, որ վերելակը անկարծ ներքևի հարկում չկանգնի։ Այնքան ամեղ աչքեր ունի, մազերեխիտ ու խարտյաշ, գրել կարդալ նա չգիտի, քիչ կոպիտ է ու անտաշ, բայց ինչ բարի, մեծ սիրտ ունի, երբաց է լինում ձեռքին, շուն, կատվի, հավաքում է ընկեր դարձնում իր վերքին, ամեն անգամ տուն գնալիս նույն որփին եմ հանդիպում, վախտն անցնում է նրա կողքով, սակայն ինչու չդիպում։ Ինձ անընդմեջ ցածրացնելով, դուք չեք կարող բարձրացվել, այո, ճիշտ է, ունեմ թույլ կողմ և անկումներ,
եւ շատ մեղքեր, բայց ինձ անverջ իջացնելով դուք չեք կարող բարձրացվել։ God is my Lord, my life and my soul. God is everything. He is my treasure. God is my home. He is my roof. God is my love against my enemy calf. Կարոտում եմ մեր հին տունը, ուր հայրս հողն էր մշակում, ուր մայրս այդ հողից տրված պարկերով բերքերն էր շալակում։ Հաղում էր եղբայրս անվախ, գրկում ու համբուրում ջերմ ինձ, մեր փոքրիկ տնակի շուրջ բոլոր աճում էր ավելուկ ու սինձ։ Մայրս սպասեր, քիչ մեծացիր, չես կարող քեզ պաշտպանել։ Ծանր բեռը այս աշխարհին շատ դժվար է քեզ ստանել։ Իսկ ես իմը կպնդեի, թե ուժեղ եմ ես դարձել, թե ուզերից մանրիկ ու հույն, ինչ մեծ գործեր եմ բարձել։ Հին հայկինը, մեր հայկինը, ով պատերազմով անցավ, այս ինչ տեսակ սերուն թողեց, ինչ տեսակը վերացավ, այս նոր կանայքն ուր սիրուն, այս նոր կանայք միամիտ, օրը մի նոր տուն են շինում, լավ կյանքին են համամիտ։ Գրքերի շնորհանդեսն ամփոփվում է շնորհավորանքներով եւ երախտագիտության խոսքերով։ Երիտասարդ հեղինակն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում իր ընտանիքի անդամներին աջակցության եւ սատարելու համար, ապա Գավառի համայնքապետարանի, համայնքային գրադարանների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին օրն իր գրականության աշխարհում անցկացնելու համար։